Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լուսնի բարենպաստ օրերի մասին։ Կնշեմ միայն լուսնային օրերը, կխնդրեմ անպայման ուշադրություն դարձնել, թե տվյալ լուսնային օրը որ օրն է սկսվում և որ ժամին, նոր հետո կատարեք այդ գործողությունները։ Ես առանձին տեսանյութում նաև կխոսեմ այն մասին, թե լուսնային որ օրվանից որ օրը ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում, որովհետև գոյություն ունեն հստակ սահմանափակումներ, ժամանակներ, որ այդ ժամանակահատվածում այս կամ այն գործողությունները անելուց ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Այս տեսանյութում կխոսենք լիալուսնի մասին, նվազող լուսնի, նորալուսնի, աճող լուսնի և ասելի լիալուսնի օրերի մասին, որպեսզի դուք հասկանաք որ օրվանից որ օրը լինելու է նվազող լուսին, աճող լուսին, որպեսզի հասկանաք ձեր անելիքները։ Եվ կխոսենք բարենպաստ օրերի մասին, թե ինչն է բարենպաստ անել այս կամ այն լուսնային օրերին։ Եվ այսպիսով լիալուսինը տեղի կունենա մայիսի 1-ին, նվազող լուսինը համարվում մարտի 2-ից մինչև մայիսի 15-ը, որը շատ լավ է վիրահատությունների համար, նորալուսինը տեղի կունենա մայիսի 16-ին, Հայաստանի համար անգամ կարող է տեղափոխվել մայիսի 17, աճող լուսինը արդեն սկսվում է մայիսի 17-ից մինչև մայիսի 30-ը և 31-ին լինելու է երկրորդ լիալուսինը այս ամսվա ընթացքում։ Բոլոր օրերի համար լուսնի կանգնած դիրքերը կարող եք լսել լուսնային օրվա այդ հենց կանխատեսման մեջ։ Եվ մայիսի 1-ին և մայիսի 31-ին համարվում են լիալուսնի օրեր և դրանից հետո արդեն լինում են նվազման օրեր լուսնի, հարմար չէ հենց այդ օրերը որևիցե կարևոր գործեր անելու համար, հատկապես այնպես ինտենսիվ մարզումների, կոսմետիկ պրոցեդուրաների, նաև ալկոհոլի օգտագործման համար, որովհետև այն լիալուսնի էներգիայի հետ բավականին ավելի ուժեղ կլինի և կարող է մարդիկ չտիրապետեն իրենց։ Կարող եք զբաղվել ուղղակի մեդիտացիայով, պրակտիկաներ անեք, ծեսեր անեք, եթե սիրում եք նման գործողություններ անել։ Մայիսի 16-ին համարվում է արդեն նորալուսնի օր, և այստեղ կարող եք փոխել արտաքին տեսքը, նոր էմոցիաներ փնտրեք ձեր կյանքում, որոնք որ ձեզ կուրախացնեն, ցանկություններ կարող եք պահել, գրանցել, ինչ-որ միտեղ լրացնել նաև, և աղոթքների և մանտրաների ժամանակն է հենց այդ օրը, որ կարող եք ուղղակի կարդալ։ Անբարենպաստ է այդ օրը ծանր ֆիզիկական աշխատանքի համար և լուրջ պայմանագրերի կնքման համար։ Աճող լուսինը դա մայիսի 17-ից մինչև մայիսի 30-ն է, շատ լավ ժամանակ է նոր նախագծերի մեկնարկի համար, ուսումնասիրությունների համար, սպորտով զբաղվելու և ակտիվ լինելու համար։ Անբարենպաստ են գումար պարտքով վերցնել կամ տալ, նաև բողոքներ ներկայացնել։ Եվ նվազող լուսինը լինում է մայիսի 2-ից մայիսի 15-ը, այդ ժամանակ լավ է, որ ամեն ինչ կարգի բերեք, մաքրության համար է լավ, ավելորդ հարաբերությունների ավարտի համար է լավ և պարտքերը մարելու համար է լավ։ Եվ անբարենպաստ է նվազող լուսնի ժամանակ լուրջ բանակցություններ վարել, նոր նախագծեր սկսել, պայմանագրեր կնքել կամ նաև աշխատանքը փոխել։ Եվ այսպիսով հաջորդ փուլում կխոսենք բոլոր ոլորտների մասին, այսինքն այն ոլորտները, որոնց մարդկանց հետաքրքրում է, այդ ոլորտների մասին ավելի մանրամասն կնշեմ, էլի եմ ասում, միմիայն հիանալի օրերը, բարենպաստ օրերը, բարենպաստ լուսնային օրերը, ոչ թե ամսաթիվը, սա ուշադրություն դարձրեք, նշել եմ միայն այդ ժամանակահատվածը, ուրիշ ոչ մի, և դուք անպայման նայեք, երբ է սկսում այդ լուսնային օրը, երբ է ավարտվում և այդ գործերը սկսեք անել։ Եվ բեղմնավորման համար հարմար է լուսնային 15-րդ օրը, 18-րդ օրը, 25-րդ օրը և ևս 15-րդ օրը արդեն ընկնում է դա ամենավերջին մայիսի վերջ։ Այցելություն ատամնաբուժի մոտ, դուք կարող եք նայել, լսել նաև, ես շատ եմ ասել այդ մասին, հստակ լուսնային օրեր կան, որի ժամանակ չի կարելի ատամներով զբաղվել։
Լուսնային 17-րդ օրն է շատ հարմար, 24, 26, 27, 3-րդ, 4-րդ և 10-րդ օրը։ Պլաստիկ վիրահատության համար բարենպաստ է լուսնային 26-րդ օրը, 29, 30 և 3-րդ օրը։ Վիտամիններ ընդունելու համար հիմա ամառ է շուտով արդեն և հարկ կլինի ընդունել։ Լուսնային 23-րդ օրը, 27, 30, 6, 9, 12 և 13-րդ օրը։ Ճիճվաթափության համար լուսնային 16-րդ օրը, 20, 23, 25, 26, 27, 5 և 16-րդ օրը ևս էլի ամսվա վերջ են գնում։ Նիհարելու համար բարենպաստ լուսնային օրերն են լուսնային 17-րդ օրը, 25, 26, 5 և 6-ը։ Ծննդաբերության համար հիանալի են լուսնային 26-րդ օրը, 30, 9 և 11-րդ օրը։ Կարմիր թել կապելու համար լուսնային 12-րդ օրը։ Եվ հիշեք սա, յուրաքանչյուր լուսնային 12-րդ օր կարող եք կարմիր թել կապել։ Խալերի հեռացումը լուսնային 17-րդ օրը, 27, 28, 29, 30, 9 և 13-րդ օրը։ Ականջները ծակելու համար լուսնային 19-րդ օրը, 12 և 14-րդ օրը։ Դեմքի մաքրման համար լուսնային 17-րդ օրը, 29, 3-րդ, 10 և 12-րդ օրը։ Դաջվածքի համար լուսնային 19 և 20-րդ օրը, նաև 28, 5, 7, 11-րդ օրերը։ Վարկ վերցնելու համար լավագույն օրերն են մայիս ամսվա համար լուսնային 21-րդ օրը, 23, 27, 4-րդ, 7-րդ և 14-րդ օրը։ Խանութը բացելու համար այս մայիսի 1, 2, 3-րդ օրը լուսնային 15, 16, 17-րդ օրերը, 20, 21, 24, 26, 34 և 6-րդ օրը։ Աշխատանքից դուրս գալու համար բարենպաստ են լուսնային 21-րդ օրը, կարծես թե ընկնում է մայիսի 7-ը, լուսնային 29-րդ օրը, 9 և 11-րդ օրը։ Բացել բանկային հաշիվ լուսնային 18-րդ օրը, 29-րդ լուսնային օրը, 10 և 12-րդ լուսնային օրերը։ Մոտավորապես մինչև 27 մայիսի։ Ֆինանսական գործարքների համար լուսնային 21, 23, 24, 28, 29 և 5-րդ օրերը։ Վարձով վերցնել կամ բնակարան կամ ոչ թե տարածք լուսնային 15-րդ օրը, 19, 23, 25, 28, 29, 2-րդ, 13, 13-րդ լուսնային օրերը։ Նոր գործ սկսելու համար շատ լավ է լուսնային 5, 4-րդն էլ կարող եք անել, 5, 6, 7, 9, 11-րդ օրերը։ Գնել դրամապանակ լուսնային 17-րդ օրը, 20, 21, 28, 29 և 2-րդ օրերը։ Անշարժ գույք ձեռք բերելու համար լուսնային 17-րդ, 21, 2-րդ և 14-րդ օրերը։ Լոտոյի տոմս գնելու համար լուսնային 17-րդ օրը, 21, 25, 26, 28, 2-րդ և 8-րդ օրերը։ Գործարքներ կնքելու համար լուսնային 25, 26 և 29-րդ օրը։ Բնականը մաքրելու ու բորկանելու համար լուսնային 6, 7 և 8-րդ օրը։ Խոսել տնօրենի հետ լուսնային 7, 8, 9-րդ օրերը, դա ընկնում է 22, 23, 24, հնարավոր է 1-2 օր այսօր այն կողմ լինի, որովհետև լուսնային օրինակ 7-րդ օրը կարող է սկսվել 22-ի գիշեր մոտավորապես 23։ Դրա համար նշում եմ լուսնային օրերով, որպեսզի ավելի հեշտ նայեք։ Հարցազրույցի համար բարենպաստ օրերն են լուսնային 2-րդ, 5, 6 և 7-րդ օրը։ Վերանորոգման աշխատանքների համար լուսնային 7, 8 և 9-րդ օրը։
Կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար լուսնային 29-րդ օրը, դա ընկնում է մոտավորապես մայիսի 15-ը, 7-րդ օրը 22-ը և մայիսի 22-ը, լուսնային 11-րդ օրը և 14-րդ օրը։ Մեքենա ձեռք բերելու համար լուսնային 18-րդ օրը, լուսնային 23-րդ օրը, 30, 3-րդ, 4-րդ, 7, 8 այդ օրերը։ Կահույքի վերադասավորման համար լավ է լուսնային 6-րդ, 7-րդ և 8-րդ օրը։ Տեղափոխության և բնակարանամուտի համար լուսնային 5, 6, 7, 11 և 14-րդ օրը։ 5, 6, 7-ը դա ընկնում է մոտավորապես 20, 21, 22։ Ճանապարհորդելու համար բարենպաստ է լուսնային 19-րդ օրը, 4-րդ, 6, 7 և 12-րդ օրը։ Ամուսնության համար այս ամիսը բարենպաստ է 15-րդ օրը, 23, 7 և 15-րդ օրը։ Հաշտվելու համար լավագույն օրերն են լուսնային 7, 8 և 9-րդ օրերը, դա 22, 23, 24-րդ օրերն են, մայիսի, մայիսի 22, 23, 24, լուսնային 7, 8, 9-րդ օրը, դե 1-2 օր կարող է այսօր են կողմ լինել, պետք է ուշադրություն դարձնել։ Հոնքերի և թարթիշների ուղղման համար լուսնային 17, 18, 26, 6 այդ օրերն են, լուսնային 17, 18-ը հեսա, շուտով մայիսի 3, 4։ Սափրվելու համար հիանալի են լուսնային 22, 23 և 24-րդ օրերը, մայիսի 8, 9, 10, 1-2 օր կարող են այսօր են կողմ լինել։ Այգեգործության համար չեմ ասում, որովհետև մեկ անգամ ես մեկնաբանություն կարդացի, որ այս ժամանակահատվածում չգիտեմ ինչ չէին ցանում, ես հողագործ չեմ, ես այգեգործ չեմ, ես հողով երբևիցե չեմ զբաղվել, ես չգիտեմ որը երբ են ցանում կամ տնկում, ըստ լուսնային օրերի կարելի է ես նշել եմ, եթե չի կարելի ուրեմն չեմ նշել, թե հիմա ամառն են դա ցանում, ձմռանը, անձրևին, երբ են ցանում, դա արդեն իմ խնդիրը չէ, ես այդ մասին տեղեկություն չունեմ, ինչպես որ օրինակ այդ գրողը տեղեկություն չունի ընդհանրապես աստղաբանությունից։ Դրա համար չեմ նշելու, նման հարցերի համար գոյություն ունեն խորհրդատվություն, եթե կհետաքրքրի կարող եք գրել, կարող եք նաև ստանալ 1 տարվա համար խորհրդատվություն, թե երբ ինչ ցանեք։ Այսքանը սիրելիներս, մնացած տեղեկությունները ես տալիս եմ ամենօրյա լուսնային օրացույցում մազերը կտրելու վերաբերյալ, 1 օր առաջ եմ նշում, նաև դեռ բացի 1 օր առաջ է լուսնային օրը կարող է սկսվել այդ օրը գիշերը և ձեզ համար դա արդեն լինում է 2 օր, որպեսզի դուք կարողանաք հանդիպում վերցնել վարսահարդարի հետ։ Եթե առանձին հետաքրքրում է մի քանի ամիսների հետ կապված, ապա կարող եք նաև գրանցվել փակ խմբում, որը իհարկե վճարով է։ Իրենց մոտ այնտեղ կան, ճիշտ է, բացակա օրեր կան դեռ, բայց այնտեղ իրենք տեսնում են մինչև դեկտեմբեր ամիսը, իրենց համար բաց է այդ օրերը։ Եվ ես նշում եմ անպայման, թե հիմա մեկ այլ տեսանյութ եւս կլինի, սրանից հետո որտեղ որ ես կնշեմ բարենպաստ լուսնային օրերի առողջության համար։ Դա եւս հաշվի առեք, թե երբ է սկսվում լուսնային օրը, այս կամ այն լուսնային օրը հետո նոր կատարեք։ Հատկապես ես ամենօրյա տեսանյութում նշում եմ, որ լուսինը գտնվում է այս կամ այն նշանում եւ որ օրգաններն են ավելի թուլանում հենց այդ ժամանակ եւ կարելի է արդյոք անել վարժեվիրահատություն, թե ոչ։ Դա եւս հաշվի առեք։ Չեմ ուզում այս տեսանյութը շատ երկարացնել, որպեսզի ձանձրալի չլինի, այսքանով սահմանափակենք այս տեսանյութը։ Հիմա նաեւ կանամ այն մյուս տեսանյութը, որտեղ կնշեմ միայն առողջության օրերը եւ որ օրը, որ ժամերին, որ օրգանները կարելի է վիրահատություններ անել կամ ոչ։ Այսքանը, լավ եղեք։